Առաջին քայլով ինչ պետք է անել, օրինակ 6 ամսեկան հասակում կարող են այնուամենայնիվ բուժել լսողությունը։ Այլ երկրում գուցե այնպիսի մեթոդ կա, որ կարող են բուժել։ Ինչ մեթոդներով եք, ինչպես եք օրինակ հետազոտում լսողությունը։ Դեմ են որևիցե միջամտության, որևիցե լսողական սարքի կրելու։ Արդյոք բժիշկը միգուցե սխալված լինի, փորձենք այստեղ, այնտեղ հետազոտվել։ Մեծահասակները անհանգստանում են, դա արդյոք ցավոտ է, արդյոք դա վտանգավոր մեթոդ է, ճառագայթ է, թե ոչ։ Պետք է ֆիքսենք, հասկանանք եւ տարածենք, հա, այդ գաղափարը, որ մենք 6 ամսականում կարող ենք ախտորոշել եւ որևիցե ժամանակ չկորցնել։ Ինչ տարօրինակ առարկա եք հանել ականջից։ Կաթացրու կանցնի։ Հայրս փոքր ժամանակվա ինձ ասում էր, որ դու բժիշկ ես պարտադրել են, որ մեզ բուժես։ Ճիշտ է օրինակ, որ եթե ականջը ցավում է, արագ պետք է ձետ կաթացնել ականջի մեջ։ Ոչ, իհարկե ոչ։